Մայիսի 23-ին Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը։ Տասնյակ հազարավոր շրջանավարտների համար այսօրը նշանավորվեց դպրոցական կյանքի ավարտը եւ նոր կյանքի մեկնարկը լի նոր հնարավորություններով։ Տոնական միջոցառումներ են տեղի ունեցել երկրի բոլոր դպրոցներում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջանավարտներին հուզիչ ուղերձ է հղել, մաղթելով համարձակություն եւ հաջողություն ապագա կյանքի ճանապարհին։ Նա նշել է. Վերջին զանգը ձեր մասին է, ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են, իրենց խորհուրդներով եւ ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար։ Ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։ Գրկեք ձեր ընկերներին։ Այո, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք, ձեր մասնագիտությամբ եւ զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա ոչ մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։ Նախարարը նաև այցելել է մարզային դպրոցներ, անձամբ մասնակցել վերջին դասի միջոցառումներին եւ շփվել շրջանավարտների ու ուսուցիչների հետ։ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Նայրա Սիմոնյանը նշել է, որ այս տարվա վերջին զանգը առանձնանում է իր խորհրդով։ Այս տարի մենք ունենք 28 շրջանավարտ, 28 էլ հիանալի սաներ են, հիանալի կրթություն ստացած այս կրթօջախում։ Այս տարի այլ տարիների վերջին զանգից տարբեր է, որովհետև այս տարի վերջին դաս է եւ մշակութային վերջին դաս է։ Այս երեխաները, իմ սաները տարբերվում են մնացյալ սաներից նրանով, որ նրանք հանրակրթական պետական չափորոշչի ներդրման արբանյակներն են եղել եւ այն գիտելիքային կրթությունը, որ մենք տվել ենք, մենք վերափոխել ենք կարողունակահեն կրթության եւ այս երեխաները բոլոր հմտություններով, կարողություններով զինված մտնելու են նոր կյանք, դիմագրավելու դժվարություններ, դիմագրավելու մարտահրավերներ եւ հաստատ վստահ եմ, որ հաղթանակելու են։ 9-րդ դասարանի շրջանավարտները չեն թաքցնում հուզմունքը։ Նրանցից շատերը դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության հարցում, սակայն վստահ են, դպրոցում ստացած գիտելիքներն օգնելու են լավ ապագա կառուցելու ճանապարհին։ Դպրոցը մեզ համար դարձել էր երկրորդ տուն, այսինքն մենք դպրոց ոչ միայն դասերի, նաև եկել ենք ուսուցչական անձնակազմի, տնօրենի, բոլորի հետ այնքան լավ ենք եղել, միջոցառումներ ենք կազմակերպել, որ բոլորի հետ շատ հետաքրքիր է ամեն ինչ անցել։ Եթե կան դպրոցներ, որտեղ երեխաները սիրով չեն գնում, ապա մեզ մոտ հակառակներ, մենք գալիս ենք մեծ սիրով, մասնակցում ենք միջոցառումների, անում ենք ամեն ինչ, լինում էր թույլ են տալիս մեզ արտոնություններ էին տալիս, ամեն ինչ շատ լավ է անցել, իսկ կրթության մակարդակը բարձրագույն։ Այստեղ միջավայրը մի տեսակ ուրիշ է, այստեղ բոլոր ուսուցիչները, աշակերտական անձնակազմը, բոլորը ուրիշ ձև են, բոլորը միմյանց հետ համախմբված են մի բռի մեջ, մենք միմյանց շատ ենք սիրում եւ բոլոր ուսուցիչներին եւ ընկերուհիներին։ Մեզ մոտ շատ են կազմակերպվում միջոցառումներ, այսինքն մենք հաճախում ենք ոչ միայն կրթություն ստանալու համար, նաև մշակութային կողմով։ Չեմ կարող արտահայտել իմ հուզմունքը այս րոպեին, քանի որ սա մեզ համար ընդհանրապես դպրոց չէր, այլ տուն, օջախ էր, որտեղ մենք 9 տարի կրթվել ենք, ոչ միայն ստանալով ուսում, այլ նաև մեզ որպես մարդ արժեք են ձևավորել այս դպրոցում, տալով սեր, վերաբերմունք, որին մենք այդքան սպասում ենք։ Մեր դպրոցը շատ լավն է, ուսման առումով, թե ուսման, թե դաստիարակության, թե ամեն ինչով բարձր տեղում է գտնվում։ Շատ եմ սիրում մեր դպրոցը ու 9 տարի ոչ մի արտարոց դեպք չի եղել այս դպրոցում։ Վերջին զանգի արարողությունը հուզիչ պատուհան է անցյալին, որտեղ հիշողությունների ամենափոքր դրվագը դարձել է անգնահատելի գանձ։ Վերջին զանգը չի նշանակում վերջ, այլ նոր գարնան սկիզբ է, լի հույսով, սպասումով եւ հավատով, որ առջևում մեծ կյանք է, իր փորձություններով ու հաղթանակներով։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։